Նոյան տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանին, պարոն Անտինյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Իշխանություն, գլխավորապես Նիկոլ Փաշինյան եւ հոգեվորականներ այդ վիրավորանքներով, մեղադրանքներով բանավեճը շարունակվում է, այսօր էլ Փաշինյանը հերթական գրառումն է արել իր բնորոշմամբ նկատելով, որ կոնսենսուս կա, որ սրբապիղծ, սրբազաների հարցը պետք է լուծել։ Դուք ինչ եք տեսնում այս ամենի տակ, ինչու բացեց Նիկոլ Փաշինյանը այս թեման, այս բառապաշարով, որը կարծես թե այդ կրթության, կրթվելու արշավի հետ որևէ աղերս չունի եւ նաեւ մայրաթորը լռում է առանձին հոգեվորականներ են առայժմ Նախ այսպես նայենք հարցին, եթե խոսքը գնում է նրա մասին, թե մեր բարձրաստիճան հոգեվորականները ամեն ինչ նորմալ են անում, թե չէ, բնականա չէ։ Պարբերաբար դրան անդրադարձել ենք, սկսած նրանից, որ եթե մենք աշխարհիկ պետություն ենք, եկեղեցին անջատ է պետությունից, մեր եկեղեցին լավ էլ խառնվում է պետական կառավարման ու խառնվել է, հիմա որ չի ստացվում շատ ծանր են տանում, բացի դրանից անում են քայլեր, որը խիստ անընդունելի է, այսինքն կարող է հայ առաքելական եկեղեցու Մոսկվայի թեմը օրհնի Ուկրաինայի մարդ սպանող հայկական ջոկատին, այն դեպքում, երբ որ այդ մարդիկ Ռուսաստանի քաղաքացի են, ինչ կապ ունի հայ առաքելական եկեղեցին դրա հետ։ Այսինքն իրանց ամեն մասնակցել ընդդիմադիր շարժումների եւ այլ, եկեղեցին դրանով իր արբիտրի ֆունկցիան կորցրեց։ Մենք կուզենայինք, որ իրանք վեր կանգնած լինեն քաղաքական process-ներից եւ շատ դեպքերում ուղակի դիմել իրանց, որ այս հարցում օգնեք, բայց իրանք ուղակի դարձան ընդդիմադիր ուժ, դա շատ վատ էր, առավել ևս Բագրատ Գալստանյանն էլ, որ շարժում սկսեց, որ դրան պաշտպանեց հայ առաքելական եկեղեցին, քաղաքական process-ների մեջ մտան հայտարարություններ, դեպքում մարդիկ ասեն, բա ինչի նախկին իշխանությունների ժամանակ գոնե մի հատ թերություն չէիք տեսնում, եթե մտահոգությունն է ձեզ ստիպել սրանից խոսել, բա ինչի այդ ժամանակ չէիք խոսում։ Այսինքն այս մասով դա ակնհայտ է, թե ինչպիսի խաղեր կարող են տալ Ռուսաստանի հետ։ Միգուցե չկային այն ժամանակ մտահոգություններ, պարոն Անտինյան։ Դե ոնց կարող է չլինել։ Եթե մենք հոկտեմբերի 27 անցած, մարտի 1 անցած, 1000 մի արհավիրքով անցած երկիր ենք, որի հետ կապված հայ առաքելական եկեղեցին որևէ հարցին չի մասնակցել, մեկ էլ հանկարծ մի ժամանակ արդեն չես նայում, որքանով է ինքը ճիշտ ասում կամ սխալ, նայում ես, որ դու օբյեկտիվ չես։ Հա, բայց խնդիրը ուրիշ է, մենք պետք է չընկնենք մյուս ծայրահեղության մեջ։ Իսկ ինչ անում աշխարհիկ իշխանությունը։ Աշխարհիկն էլ նորից ասում է, մենք պետք է խառնվենք եկեղեցու գործերին։ Մենք պետք է որոշենք ով պետք է լինի, մենք պետք է նայենք նրանց բարեվարկությունը եւ այլն, սա էլ մյուս ծայրահեղություն։ Ես չեմ խոսում ընդհանրապես բառապաշարի մասին, որը ուղղակի գիտաֆանտաստիկ խայտառակություն է։ Նույնիսկ անիմաստ է, որ մենք այս եթերը օգտագործենք դրա վրա, որովհետեւ ես ամեն օր իմ պարտն եմ համարում հասարակության մեջ այս այլանդակ մթնոլորտը, որ ստեղծվել է, գոնե իմ համեստ ուժերի ներածի չափով խոսենք կիրթ, մարդկանց բացատրենք ինչ որ մի բան, խոսենք արժեքներից ու գաղափարներից, խոսենք ընտանեկան արժեքներից, ինչա մենք այդ այլանդակությունները մեր կողքը չենք տեսնում, բայց եթե մի հոգի էլ լսում է քեզ եւ չի լսում այլանդակին, Եվս մի հոգի դու կարողացար բերես այս կողմ, բայց ինչ ենք ուզում, հասարակությունը ոնց փոխենք։ Եթե այսօր տարիքով կանայք տղամարդիկ մտնում են համացանց եւ հայհոյանքներ են տալիս, նրանց երեխաներն ու թոռները, որ դա լսում են, կամ նրանց շրջապատը, այդ ենք մենք օրինակ ծառայելու մեր երեխաներին ու թոռներին։ Չմոռանանք, տեղից էլ մենք խնդիր ունենք։ Մենք այս սերունդն ենք, մենք վերջի սերունդն ենք, որը որ խզում կա հաջորդ սերունդի հետ։ Իդեպ հազարամյակներով միշտ ասում են, չէ, որ հաջորդ սերունդը ավելի վատն է։ Այսինքն ուզում ասեմ, այնպես չի, որ մենակ մենք ենք ասում։ Բայց մեր սերունդը էականորեն տարբերվում է։ Մեր ժամանակ ինֆորմացիան մի տեղից էր գալի։ Մի հեռուստացույց էր, մի հաղորդում էր, ելներ կինո, ելներ քաղաքական հաղորդում, ելներ զվարճանքի որևէ բան, ուրիշ բան էլ քաղաքում չկար, 3 սերունդ նստում էր նա էր նայում, պապը, երեխան, թոռը։ Եվ նա իր փորձով էր բացատրում այս կինոն ինչա նշանակում, նա էլ իր մտքի ճկունությամբ ասում էր, չէ, այս բանը այսպես չի։ Հիմա դա փոխվեց, ինֆորմացիայի աղբյուրը փոխվեց։ Հիմա ամեն մեկը ստանում է որևէ բան իրար հետ, ամենահարազատ մարդիկ, որ նստում են 5 րոպե խոսալու թեմա չունեն, բացի բարեկրթական զրույցներից։ Եվ այս պարագայում երիտասարդին մենակ անձնական օրինակով կարա ստիպես, որ այդ մարդը ուշադիր լինի, որ պատկառանքն է շնչի մեծի խոսքը,
Նա ուշադիր, որպեսզի ինքը կարողանա մեծի փորձը վերցնի, մենք ոնց ենք մտածում, որ եթե երիտասարդը ինքը իր բաժին սխալը չանի, շրջապատող աշխարհը լավ չի ճանաչի։ Բայց ինչի անի նաև մեր սխալը։ Մենք իրան տանք այդ պատրաստին, բայց ինքը հարգանք ունենա, պատկառանք ունենա, որ մեծից դա վերցնի։ Այսինքն մեծի փորձը եւ երիտասարդի մտքի ճկունությունը համադրենք, ոչ թե հակադրենք, ասենք ձեր ժամանակներն անցել է, նրանք էլ ասեն գնացեք ինչ ուզում եք արեք։ Հիմա մենք ինչ օրինակ, ցավալին որն է, որ ավակ սերունդի ժամանակները սենց բան չի եղել։ Փոխանակ ավակ սերունդը իր պատկառանքով օրինակ ծառայի, ընկել է իս թվում մոդայի հետևից, թե ինչի հետևից։ Այդպիսի մտնոլորտ են ստեղծե, բա վաղը երեխային ասես մեծի խոսքը չես լսում, չի շուրգա ասի ինգեր այդ մեծի խոսքը հայհոյանքն է, կամ երեխային ուզում ես ասես հաջողակ մարդը ընտրություն ես արել, լավից լավը եկել է իշխանության, նա իր համար օրինակ է, պատկերացնում եք երեխային օրինակ ես բերում այսօրվա իշխանությանը, դա նշանակում է պետք է ասես նայի իրանց, որ իմանաս, որ այդպես չի կարելի։ Հիմա դուք ասացիք փորձում է իշխանությունը խառնվել եկեղեցու գործերին։ Կրկնեմ հարցս, հատուկ է արվում, այսինքն այս փուլում այս թեման բացելը, սա հատուկ նպատակ է հետապնդում։ Շատերը կապում են նախընտրական այդ տրամադրությունների հետ։ Իհարկե, նախընտրական տրամադրությունների հետ է կապվում, բացի այդ էլ հիմա մի խնդիր կա։ Առաջիկայում ընտրությունների հետ կապված այդքան մեծ չի հնարավորությունը պատմել, թե ինչ է արել։ Մարդիկ հարցեր են տալիս, ինչ արեցիք այս 5 տարում, որ եկել եք, որ նորից ընտրվեք։ Նորից պետք է նախկիններ ներկաներ կոնֆլիկտ։ Ինչպես տեսնում ենք, նախկիններ ներկաներ կոնֆլիկտի մեջ մտնում է նաև եկեղեցին, որտեղ ասում են նրանք ամբողջությամբ նախկինների հետ են։ Ու այնպես չի, որ սուտ են ասում։ Դա այդպես իրականում կա։ Հա, սա մի խնդիր, որ տեսեք, եթե մենք չլինենք, իրանք են գալու ավելի ագրեսիվ ձևով, տեսեք ինչ են անելու։ Եվ այս պարագայում նաև ինչ նախնդիր է։ Միշտ թիրախը ընտրվելա ոնց։ Դատավորներին ասել են կաշառակերեն, դատավորներին մենք չենք սիրում, նախկինների կատարածուներն են, գնանք արգելափակենք դատարանների շենքերը։ Անօրինական հանձնարարությունը տվել մարդիկ արել են։ Ինչի համար, որովհետև ասել են գնանք վատ դատավորի դուռը փակենք։ Բայց հետո որ վատ դատավորի դուռը փակեցիր ու փոխվեցիր, դատական համակարգը հիմա այլևս կախվածություն չունի։ Այսինքն ժողովրդի ազնիվ ցասումը ուղեցիր նրանց նկատմամբ ում իրանք չեն սիրում արդարացրեցին իշխանությունը զավթելը գործադիր իշխանության կողմից հաջորդը ասեցիր այս խորհրդարանը շատ վատնա լա տեսեք ինչ են անում այս նախկիններն են գնանք շրջափակենք խորհրդարանի շենքը իսկ որ խորհրդարանի շենքը շրջափակեցիր ու վատերը գնացին լավերը եկան Արդյունքում ստացվեց, որ դա դառնա կառավարելի։ Նույնը գիտեն, որ այսօր հայ առաքելական եկեղեցու սպասավորները շատ լրջորեն խաղացել են հայ առաքելական եկեղեցու անունի հետ։ Այս պարագայում շատ հեշտ է ասել թիրախնդրել եւ ասել հարցակվեք, գնացեք, ամեն ինչ արեք, որովհետեւ ժողովուրդը կասի այո, դրանց հասնում է, բայց արդյունքում մենք ինչ կունենանք։ 95 թվականի ընտրության ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն ասեց, որ պետք է մենք նշանակենք բառից բուն իմաստով, Գարեգին առաջինին Անտիլասից բերեցիր, դրեցիր, նշանակեցիր, մենք դրանից ինչ շահեցինք։ Միավորվեց մեր թեմերը, թե ընդհակառակը պրոբլեմ առաջացավ։ 99 թվականին, որ Ռոբերտ Քոչարյանը նշանակեց Գարեգին երկրորդին, իսկ ամբողջ կազմակերպական հարցերն անում էր Վազգեն Սարգսյանը, նույնիսկ աշխարհիկ պատվիրակներն ով պետք է լինի եւ այլ եւ այլ։ Բոլորը գիտեին, որ Վազգեն Սարգսյանի նշանակումով անա դարձել կաթողիկոս։ Վազգեն Սարգսյանը չկա, բայց ի վերջո Քոչարյանի հովանու ներքո էր, չէ՞ այդ նշանակումը։ Մարդը մնաց նրանց ենթակա։ Այսինքն մենք խնդիր ունենք, բայց խնդրի լուծումը դա չի, որ հիմա էլ կաթողիկոսը լինի Փաշինյանի նշանակածը։ Ընդհակառակը մենք դրանից կարողանանք փոխվենք։ Հիմա թեման ամփոփելով պարոն Անտոնյան, բայց ժողովուրդը կհավատա, այսինքն Նիկոլ Փաշինյանի այս թեզը, այս քաղաքականությունը աջակցություն կստանա ժողովրդի կողմից։ Դե այսպես է, Նիկոլ Փաշինյանին աջակիցները, եթե Նիկոլ Փաշինյանը ասի բոլորով հիմա գնում եք եւ ձեզ գցեք կամուրջից, կգնան իրանց կամուրջից կգցեն եւ ոգեվորված կգոռան պարոն վարչապետ ես սիրունից գցեցի թե այն մեկը ես եմ չէ հաղթել բայց կողմնակիցների թվի պակաս չկա իհարկե կա տարիների համար իհարկե կա բայց դա է որ նաեւ իշխանությանը ներվայնացնում է
որ կողմնակիցները ֆանատիկներ են, որոնց քանակը շատ չի լինում։ Հիմա դրա համար իրանց այլ կարգի խնդիրներ, այլ կարգի խնդիրներ ա պետք, որի պարագայում որ տեսեք թիրախնդրենք, ովքեր են ցանկանում իշխանությունը վերցնել։ Մի կողմ դնենք ովքեր են ցանկանում, դուք ձեր ձեռքնա իշխանությունը ունեք բացարձակ իշխանություն։ Այս չափի իշխանություն ոչ մեկը չի ունեցել։ Աշխարհի շատ միապետեր չեն ունեցել։ Ես չեմ ասում անգամ Նիկոլ Փաշինյանից առաջվա նախագահները չեն ունեցել, որտեղ Նիկոլ Փաշինյանից առաջ կիսանախագահական կառավարման համակարգ էր, կար նախագահ մեծ լիազորություններով, բայց կար նաև վարչապետ բավական մեծ լիազորություններով։ Այսօր նախագահը ընդհանրապես ներկայացական ու արարողակարգային լիազորություն ունի, վարչապետը իր մեջ կուտակել է եւ նախկին նախագահի լիազորությունները եւ նախկին վարչապետի լիազորությունները։ Այսինքն դու ասում են սուպեր վարչապետ, նույնիսկ սուպեր վարչապետից էլ ավել, որտեղ սուպեր վարչապետին չէր ենթարկվում դատական համակարգը, բայց ասեց ես հիմա SMS-ով տուն եմ ուղարկում, որովհետեւ մարդիկ ինձ են դիմում։ Եթե ինձանից են պահանջում, ընտրված մարդուն ընտրված մրցույթով անցած մարդուն ինքը SMS-ով տուն է ուղարկում։ Այսինքն եւ հսա հասարակությունը չեմ ասում նորմալ է ընդունում, բայց ամեն դեպքում դրա դեմ չի ըմբոստանում, ասում այ այնու որ ուղարկես դրան չէինք սիրում։ Ինք չի հասկանում, որ ստեղ խնդիրը նա չի, թե դու սիրում ես թե չէ։ Խնդիրը դա է, դու աջակցում ես օրենքի խախտմանը թե չէ։ Պարոն Անտոնյան, այսօր Գորիսում բացվել է ֆրանսիական հյուպատոսություն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ սա քաղաք է, որը կառուցում է խաղաղություն տարածաշրջանում, այն եղել է միշտ խաչմերուկում եւ խաղաղության կառուցմանն է միտված եղել եւ Գորիսը նորից կդառնա խաչմերուկ, մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է։ Հիմա մեր տեսանկյունից որքանով է կարեւոր ֆրանսիական հյուպատոսության բացումը Գորիսում եւ դրա նշանակալից լինելը մեզ համար, մեր երկրի շահերի տեսանկյունից։ Ես նույնիսկ չեմ կարևորում հատուկ, որ կարող է իսկապես լինել հյուպատոսական ծառայություն, այլ ոչ թե պատվո հյուպատոսի, այսինքն կարգավիճակը մի քիչ ավելի ցածր, որովհետև եթե Ֆրանսիան Հայաստանում թերթի կրպակել բացի, դա նշանակալից է։ Ինչի ոչ թե մենակ նրա համար, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ պետություն է։ Ֆրանսիան իր վրա այնպիսի հսկայական բեռա վերցրել է նոր աշխարհակարգում։ Նույնիսկ իր չափերից ավել, որովհետև երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան սկսեց ասել Եվրոպայի գործերին չեմ խառնվի, Ռուսաստանի հետ խաղեր տալ եւ այլ, այդ ժամանակ Եվրոպան վախեցած հետ չքաշվեց։ Չասես թե որ տենց է, մենք ընչենք մեզ կոտորում, որ եթե Ամերիկայի պես պետությունն Ռուսաստանի հետ ուզում լավ լինի, մենք էլ լավ լինենք ու վերջացնենք։ Ոչ, կանգնեցին ու դեմ տվեցին։ Իսկ այդ ժամանակ, երբ որ Եվրամիության որոշ ներկայացուցիչ պետություններ սկսեցին նաև ասել, որ համաեվրոպական ծրագրին դեմ գնացին, ոնց որ Սլովակիայի վարչապետը Ռոբերտ Ֆիցոն, ոնց որ Հունգարիայի վարչապետը Օրբանը Վիկտոր, այդ պարագայում ինչ արեցին։ Ասին դե որ այդպես ավելի ճկուն համակարգ անենք, ոչ թե Եվրոպայով այդ խնդիրը լուծենք։ Ստեղծենք Եվրոպայի անվտանգություն, որի պարագայում ինտենսիվ, ավելի ագրեսիվ ձևով այդ խնդիրն առաջացողները դառնան լիդերներ։ Դրա առաջամարտիկը Ֆրանսիան է։ Շատ մեզ համար հաճելի է, որ Եվրամիության անդամ չլինելով կողքը պինդ կանգնած է Մեծ Բրիտանիան, Կիր Սթարմերը։ Նա ընտրությունների ժամանակ ներպետական շատ խնդիրների պատճառով պարտվեցին, պահպանողականները ընտրվեցին լեյբորիստները, բայց երբեք իրանք առիթը չօգտագործեցին նախկիներին քննադատելու։ Արտաքին քաղաքական գիծը առաջ տարան։ Մեզ համար շատ հաճելի է, որ նաև Գերմանիայի կանցլերը նորընտիր Ֆրիդրիխ Մերցը շատ ավելի պինդ կանգնած է այդ երկուսի կողքին, բայց մեկը իրանք միացան այն նախաձեռնությանը, որը իրաուսին վերցրեց Ֆրանսիան։ Մեր պարագայում ինչով է դա շատ կարևոր։ Այսինքն դա պետություն է, որի հետ մենք լավ ենք։ Այսինքն նա, որը լիդերություն է ստանձնում, մեզ համար արհեստական չի, խորտ չի, որ ասենք հա լավ, շատ լավ, գիտենք, որ այս պետությունն է լիդերը, բայց առանձնապես մեծ կապեր չունենք։ Ֆրանսիայի պարագայում ինքը եւ ուկրաինական պատերազմում շատ լուրջ ձևով, պինդ ձևով կանգնեց, ասեց, եթե պետք է միջուկային հովանոց կապահովեմ, ոչ միայն Ուկրաինայի համար, որտեղ այս ժամանակին, երբ որ ինքը ՆԱՏՕ-ից դուրս եկավ, նորից մտավ, ինքնուրույն անվտանգային համակարգ էր ստեղծել այդ տարիների ընթացքում։ Ասեց, ես անկախ եմ եղել եւ ինֆորմացիոն
ֆինանսական առումով եւ կազմակերպական առումով։ Ես կարող եմ այդ հովանոցը օգտագործեմ միջուկային նաեւ արևելյան Եվրոպայի երկրների համար։ Նաեւ հենց ինչի որ մենակ արևելյան Եվրոպային նաեւ ասեց որ Գերմանիայի հետ էլ նորմալ կարող ենք այդ ամեն ինչով աշխատել Մեծ Բրիտանիայի հետ։ Այս պարագայում, եթե մենք նայում ենք, որ մեր տարածաշրջանում ուղղակի մենք չունենք վստահություն, որ գիտենք, թե Դոնալդ Թրամփը ինչ է ուզում։ Ոչ թե ինքը գիտի ինչ է ուզում, մենք չգիտենք ու շատ վատ է որ չգիտենք, այլ նույնիսկ ինքը չգիտի, որովհետև եթե ինքը կհարվածի Իրանին, դա լրիվ ուրիշ կարգավիճակ է։ Եթե կուզենա համաձայնության գա, դա լրիվ ուրիշ կարգավիճակ է։ Դրանից նաև կախված է Հայաստանի անելիքը։ Այդ պարագայում մեր համար գարանտ այսօր ՄԱԿ-ը գարանտ չի։ Ժամանակին թեկուզ ինչքան էլ դժգոհ լինենք, նախկին ադմինիստրացիայի ժամանակ Էնթոնի Բլինկենը կարող է զանգել Ալիևին, Ամերիկայի պետքարտուղարը, ինչ որ բան զսպեր։ Կարող է էլի գոհ չլինեինք, այդ ընթացքում Արցախը դատարկվեց, եւ այլն, բոլորը չթվարկեմ։ Մեր սահմանները խախտեցին, բայց մեկը մենք գիտեինք, որ կա այդպես զսպող մեխանիզմ։ Բայց հիմա Ռուբիոնն էլ է հայտարարում, որ իրենք ԱՄՆ-ն փորձում է կանխել։ Ճիշտ է, հակամարտության ռիսկը բարձր է, բայց ԱՄՆ-ն ամեն ինչ անում է որպեսզի կանխի։ Ռուբիոն հայտարարում է, բայց մենք ասում ենք, իսկ Ռուբիոն գիտի ինչ է անելու։ Որովհետև տեսեք խնդիրը որ նա մեզ համար նաև էականորեն տարբերվում է։ Եթե Ամերիկան ստիպված լինի Իրանին շատ լուրջ ձևի զիջումների գնալ միջուկային գործարքում, Իրանը շատ կոշտ դրել է, ես պետք է ուրանը հարստացնեմ խաղաղ նպատակով։ Չեք ուզում հաջողություն, բանակցություն չկա։ Ամերիկան ասում է դու չպետք է հարստացնես, ոչ միայն չպետք է հարստացնես, հարստացածը պետք է երկրից անենք, եթե չհարվածելու ենք քո միջուկային օբյեկտներին։ Իսկ մենք այդ դեպքում մտահոգություն ունենք, չէ՞, եթե Ամերիկան կոտրվեց, ընդունեց Իրանի խաղի կանոնները, դա էլ է մեզ համար խնդրեմ, որովհետև մենք Իրանի հետ խնդրեմ չունենք, բայց դրանից հետո Իրանը կարող է ասի, գիտես ինչ, ես քեզ ասել եմ երաշխավորում եմ քո տարածքային ամբողջականությունը, կասես այս կողմը արևմուտքից ոչ մեկը չերևա, եթե չէ ես զորք կմտցնեմ Հայաստան, ով է դեմ առնելու։ Եթե Ամերիկան հարվածի, դա էլ է մեզ համար խնդրեմ, ասեմ ինչի համար, որովհետև մենք մտածում ենք, ինչ կանի այդ դեպքում Իրանում ինչ կլինի, սկսած էկոլոգիականից, սեյսմիկով եւ այլ, մինչեւ որ ատրպատականի բանի էթնիկ ադրբեջանցիները կարող է լցվեն առիթն օգտագործեն Թուրքիան, Ադրբեջանը լավ վճարի։ Այսինքն, եթե ճիշտն ուզում եք օբյեկտիվորեն նայենք, մեզ պետք է ուղղակի Իրանը եւ Ամերիկան համաձայնության չգան ու սենց խաղեր տան։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Պարոն Անտինյան, այս հյուպատոսություն բացելուն նախորդել էր Ֆրանսիայի արտգործնախարարի այց Հայաստան։ Մենք տեսանք, որ երկու երկրների արտգործնախարարները հայտարարեցին ռազմավարական գործընկերություն նախապատրաստելու մտադրությունների մասին, դրան էլ նախորդել էր Լավրովի այցը եւ մեկ ամիս առաջ դեռ Զախարովան հայտարարում էր, որ ակնկալում են հայկական կողմից պատասխան ռուսական հյուպատոսության բացման հետ կապված մայիսի վերջին ու ինչպես տեսնում ենք Լավրովի այցից հետո էլ հայկական կողմը պնդում է, որ այդ թեմայով ընդհանրապես քննարկումներ կան, բայց որոշում չկա, որ պետք է հյուպատոսություն բացվի։ Հիմա նախ հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերությունը իսկապես կհասնի այն կետին կամ կունենա այն տեսքը, ինչը որ մենք պատկերացնում ենք գործընկերություն ասելով, եւ երկրորդը դրա հնարավորությունը հատկապես Լավրովի այցից հետո հայ-ռուսական հարաբերությունների շփումները վերականգնելու ֆոնին։ Այսպես նայենք, հյուպատոսական ծառայության չբացվելը Ռուսաստանի ուղղակի ասեց քննարկման փուլում է։ Քանի որ իրանք այդպես ասեցին, չասեմ, որ գիտեն իրականում ինչա կատարվում, պարզապես ես իմ վերլուծությունը կանեմ, հասկացողը կհասկանա։ Քանի որ Ռուսաստանը մերժվեց, չի բացվելու։ Բնական է ինքը չի ասի, որ մերժվել եմ։ Պետք է ասի քննարկումների փուլում է, որովհետև հույս ունի, որ ինչ որ առիթով, ուրիշ առիթով կճնշի, Հայաստանը կհամաձայնվի։ Հայաստանն էլ չի ասում մերժել եմ, որովհետև մտածում է, իսկ եթե հանկարծ ճնշում գործադրեն, հետո համաձայնվեմ, ինչու ասեմ։ Այսինքն Հայաստանը մերժել է, Ռուսաստանը մերժվել է, բայց երկուսից ոչ մեկը թեման չի փակել։ Դա է պատճառը, որ երկուսն էլ տենց լղոզված հայտարարություն արեցին ու վերջ, բայց այս պահին օրակարգային չի հյուպատոսական ծառայությունը Ռուսաստանի բացելու։ Բայց Լավրովի հանդիպման ժամանակ մենք տեսանք նաև Հայաստանի իշխանությունները, հենց Արարատ Միրզոյանն ասեց, մենք Եվրամիության հետ կապված օրակարգ չունենք անդամակցության, բանակցություն չենք վարում, հայտ չենք ներկայացրել։ Այսինքն սա նրա համար, որ հանկարծ մարդիկ չմտածեն, որ ենթադրենք այդ հարաբերությունները բարելավելը մեզ տանում է դեպի Եվրոպա։ Բայց ինչ վերաբերում է Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերությանը, ասեմ, որ ցավալիորեն, որ դա այդպես է, դա մեր միակ երաշխիքն է։ Որովհետև Ռուսաստանը մենք հույս չունենք, տարածաշրջանային ինտեգրացիա, որ անվտանգություն երաշխավորելը մենք սպասենք Թուրքիայից, Ադրբեջանից կամ Իրանից, դա մենակ կարող է Նիկոլ Փաշինյանին հետաքրքրի, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը։ Այս հարցում իր շահերը մեզնից տարբեր է, որովհետև իր համար Էրդողանի հաղթանակը ալի է, դա նույնն է, ոնց որ իր անձնական հաղթանակը, ինքը պրոբլեմ չունի։ Մենք ունենք պրոբլեմ։ Դրա համար մենք Ամերիկայից էլ քանի որ չգիտենք թե դեպքերը ոնց կզարգանան, ինչ կլինի, ցանկացած պարագայում Ադրբեջանը կարող է Իսրայելի հետ պայմանավորվի Ամերիկա Իրանին հարվածելու կամ հակառակը, եթե դա տեղի չունենա, ինքը Իրանի հետ հարաբերությունը լավացնի, ցանկացած դեպքում ուզենան Սյունիքի նկատմամբ իրանք ոտնձգություն անեն եւ մտածեն լավ, դա ձեր շահերից է բխում, չէ՞։ Այս պարագայում մենք մեծ նույնիսկ տարբերակներ էլ չունենք, բայց Ֆրանսիայի հետ կապված է մի խնդիր կա։ Եթե արդեն այդ մասին մտադրությունը տասել ես, հակառակորդներդ պատրաստվել են քեզ խանգարեն։ Այսինքն դա ասել ու նստելը ավելի վատ է։ Եթե ասեցիր, պետք է ակտիվ ու ագրեսիվ քայլեր արվի, որպեսզի գոնե քաղաքական առումով Ֆրանսիան հասկանա, որ այ դու եկար
ստեղ ասեցիր, մենք էլ հաստատեցինք, որ անելու ենք, դու վեր կացար գնացիր, մենք մնացինք, այս մարդիկ էլ որոշեցին մեզ ճնշեն հիմա, քանի մենք այդ պայմանագիրը չենք կնքե։ Ինչպես հիշում եք, թեպետ առանձնապես մեծ չէր այդ փաստաթղթի կշիռը Ամերիկայի հետ, որ ստորագրվեց ռազմավարական գործընկերության հայտարարությունը ընդամենը ԱԳՆ-ների մակարդակով, բայց նույնիսկ մինչև վերջի օրը ոչ մեկը չգիտեր դրա մասին։ Հրապարակային չէր ասվել, որովհետև մտածում էին, որ կարող է դրանից օգտվել։ Հետո իհարկե շատ մեծ ցույց տվեցին այդ փաստաթուղթը, առիթել ասել ենք պետք չի գերագնահատել, դա հակառակ էֆեկտ է ունենում։ Թշնամիները լարվում են, ասում են շուտ հարցերը լուծեն, քանի դու հարցերը չես լուծել։ Բայց այս պարագայում, եթե Ֆրանսիայի մարդիկ հասկանում են, որ դա քեզ համար լուծում է եւ իրանց համար արտատարածաշրջանային խաղացող ես մտցնում, իրանք քո դեմ աշխատելու են։ Այսինքն հայտարարելու ոգևորված հանգիստ նստել չի լինելու։ Նշանակում է քաղաքական աջակցը, իսկ Ֆրանսիայի դերը կշիռ այնքան չի, որ ինքը մենակ ասի ես զորք կմտցնեմ, կփակեմ Իրանի բերանն էլ, Թուրքիային էլ, Ադրբեջանին էլ։ Մենք սպասում ենք, որ քաղաքական առումով Հայաստանին տեսնեն գործընկեր։ Առավել եւս, երբ որ հիմա այն ինչ որ հիմա իրանք ձևաչափ են ստեղծում կամավորների ջոկատ են ստեղծում անվտանգային Եվրոպայի համար։ Դրա մեջ նաեւ Կանադան է, դրա մեջ Ավստրալիան է, հոնորանք էլ չեն Եվրամիության անդամ։ Այսինքն կամ մեծ Բրիտանիա ու Եվրամիության անդամ չի։ Այսինքն այս պարագայում ավելի ճկուն է այսօր անվտանգության հարցը պայմանավորվել։ Ես ձեր գործընկերն եմ, եկեք միասին համագործակցենք։ Ցանկացած ստորագրություն ու ցանկացած ձևաչափ կարող է անվտանգություն երաշխել գոնե քաղաքական առումով։ Ու Ֆրանսիան մենակ չլինի։ Ֆրանսիան նախաձեռնի, բայց այդ նախաձեռնող խումբը, որը ունեն, որի մեջ ներգրաված են երկրները 30-ից ավել պետություն ու ոչ միայն Եվրամիության։ Այն մեզ դիտարկեն դրա գործընկեր։ Հիմա հայտ չներկայացնելու հետ կապված, պարոն Անտինյան, ես ուզում եմ ձեր խոսքը ճիշտ հասկանալ։ Արարատ Միրզոյանի ասածը ինչ է նշանակում, որ մենք Եվրոպա չենք գնալու, բայց առանձին աշխատելու ենք օրինակ Ֆրանսիայի հետ կամ հարաբերությունները խորացնելու ենք Ֆրանսիայի հետ։ Եվրոմիություն գնալու ծրագիր չկա։ Սա Բայց առանձին Ֆրանսիայի հետ Ֆրանսիայի հետ հանգիստ կարելի է աշխատել, նաև անվտանգային համակարգի պարագայում հեչ պարտադիր չի, որ Իսկ Եվրամիությունը այսօր անվտանգայինը զուտ Եվրամիության տեսքով չի նայում, բայց դրա համար թվարկեցի պետություններ, որոնք Եվրամիության անդամ չեն։ Եթե Եվրամիություն չեն գնում, նշանակում է Ռուսաստանի հետ էլ այնպես չենք կառուցում հարաբերությունները ենթակայի տրամաբանության։ Չէ, Ռուսաստանի այդ խնդրեմը նա է, որ այսօր չափից շատ մենք կախվածությունը մեծացրել ենք թե ԵԱՏՄ-ից, թե Ռուսաստանից, ու անգամ հռետորաբանությունն էլ, շփումներն էլ Լավրովի հետ, Լավրովը ստեղ եկել էր ոնց որ տանտեր։ Թե փակ դռների հետևում ինքը հյուպատոսական ծառայության հետ կապված մերժվեց, դա ուրիշ է, թե ինչ քննարկեցին։ Ինքը իրան պահեց տանտիրոջ պես, եկավ մերոնց դիտողություն արեց, դուք եք մեղավոր, դուք եք Արցախը հանձնել, դուք եք բանակցել, էս է կարել է, նկարը մի խոսքով, դուք չեք դիմել, հապկը պատրաստ էր անել, այսինքն եւ դրան որևէ ձևով չհակադարձվեց։ Շասեց վախվորած զգուշավոր ինչ որ բաներ։ Այսինքն ամեն դեպքում Ռուսաստանը չի ցանկանա ստեից գնա այս տարածաշրջանից, դա բնական է։ Բայց մենք էլ մտածում ենք, իսկ Ռուսաստանից մենք սպասելիք ունենք, այսօր մենք տեսնում ենք Ռուսաստանը 3 տարուց ավել կռվում է, Ռուսաստանը մի հատ Մոսկվա չի կարող պահի։ Հոյդ էլ ուզում է պահի։ 1000 կիլոմետրից Մոսկվային խփում են։ Ինքը չի կարողանում մի հատ Մոսկվա փակի։ Լայր չեմ խոսում մնացած տեղերը։ Այսօր բանակցությունն է Ստամբուլում, որ իրանք դի պատերազմ դատա, իսկ այդ պատերազմի ցանկացած լուծումը նոր աշխարհակարգի խնդիր է, չէ՞։ Մենք մենակ չենք մտածում դա Ուկրաինային է վերաբերում, ավելի շատ մեզ է վերաբերում, քան Ուկրաինային։ Հավաքական արևմուտքը կկանգնի Ուկրաինայի թիկունքին, ագրեսորին կպատժի, թե կկանգնի Ամերիկան կասի, աշխարհը բաժանում ենք ուժեղների մեջ, ով ուժեղա վերցրել է, ոնց որ ասեց Ռուսաստանը ունի բանակցային առավելություն, տարածքները ինքը վերցրել է, Ուկրաինան հաղթատուղ չունի։ Ուկրաինան լաս հաղթատուղ չունեմ, դե հիմա կդնեմ Ռուսաստանում, անենց կհրթիռագործեմ, դրոներով անենց խայտարակ կանեմ, քաղաքական ապտակ կհասցնեմ Պուտինին բանակցությունից առաջ։ Եթե դրանով եք չափում, եկեք չափենք։ Մենք ասում ենք, եթե պիտի բանակցենք, ակտիվ իրար վրա չկրակենք։ Իսկ եթե դու ասում ես, եթե չկրակես, ուրեմն պիտի բանակցությունում զիջես,
Դե դեպքում դե հիմա տեսեք ինչ է ստացվում։ Այսինքն սա նաև խոսում է դրա մասին մեր անհանգստությունը որն է, ինչ տեսք կունենա աշխարհը, նոր աշխարհակարգը, որի պարագայում իմանանք, մենք աշխարհի ուժեղները չենք, բայց դեպքում ո՞վ մեզ երաշխավորելու։ Այսօր ողջավորված Սիրիան հանձնեցին Թուրքիային։ Եվրամիությունը ողջունեց, Ամերիկան ողջունեց։ Իսկ մենք անհանգստացանք։ Չպետք է նայենք, որ մեր համակրանքը Եվրամիության ու Ամերիկայի կողմն է։ Եթե Թուրքիան իրանց համար գործընկեր է, որը ազդեցությունը մեծացնում է, դա մեզ համար խնդիր է։ Եթե իրանք մեր ռեգիոնում, մեր տարածաշրջանում գործընկեր Թուրքիային տեսնեն, մենք ուզում ենք մեզ տեսնեն։ Եվ Թուրքիային ասեն, քեզ խելոք կպայես։ Դուք ասում եք մենք, բայց մեր իշխանությունն ում է տեսնում։ Չէ, դե մեր իշխանությունը, երբ որ ասում է բալանսավորված քաղաքականություն, դա բալանսավորված քաղաքականություն չի։ Ես դրա համար ասում եմ, էլի հարցը որն էր։ Այն ժամանակ իրանք Երբ որ կարծում էին, որ 3 օրում Ռուսաստանը հաղթելու է Ուկրաինային, Նիկոլ Փաշինյանը մտածեց իր գավառական ճարպկությամբ, որ դե եթե այդպես է Ուկրաինան գրավելու է հաջորդը Հայաստանը, ինքը առաջի հարմար առիթով գնաց Պուտինի մոտ, ընկավ ոտերը, ասեց ոնց ասես, Հայաստանը մտենց մարդ չի գտնվի, որ քեզ net ծառայի, ոնց որ ես։ Ես էլ հեղինակություն ունեմ, հասարակության մի մեծ հատվածի մոտ վստահություն ունեմ, ինձանից լավ գործընկեր դու չես գտնի։ Ասա, ինչ, ասես անը։ Հիմա 3 տարի անց։ Չէ, հիմա երբ որ տեսավ իրավիճակ փոխվեց, Ռուսաստանը չկարողացավ արագ հաղթի, հետ քաշվեց, Ռուսաստանը սկսեց ճնշել։ Այն ինչով խոստացել է սարա։ Հիմա հասկացավ, որ Ռուսաստանը չի որ որոշելու է ինչ ալնելու։ Խաղացողները շատացել են որոշող։ Դա համար Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ոչ թե բալանսավորված է, այլ էսպես։ Ավելի լավ է հետ քաշվենք, բոլորին լավ կենացներ ասենք, ցույց տվեք ուժերին, եւ Նիկոլ Փաշինյանը գիտի նրա ոտքերի տեղը։ Եթե անգամ այդ ուժերը Թուրքիան է։ Կապ չունի։ Թուրքիան, Ադրբեջանն, Իրանն, Ռուսաստանն, Եվրամիությունն, Ամերիկա, ցանկացածը։ Ով ուժեղա, ինքը ոտերի տեղը գիտի։ Վերջ, պետք չի միայն Ռուսաստանի ոտերն ընկնել։ Բալանսավորված ընկնենք ցանկացած ուժերի ոտքերը։ Սա է հարցը, որ երբ որ ինքը բոլորի հետ կապված նույն բանն ասում է, իրան թվում է, թե լուրջ են ընդունում։ Ընդհակառակը բոլորն էլ դա լսում են, չէ՞։ Ասում են, ես նույն բանը նրան էլ էիր ասում։ Դու այս խառը պատերազմական իրավիճակում, նոր աշխարհակարգի իրավիճակում շարունակում ես խաղեր տալ, դրա բալանսավորվածը ո՞րն է։ Հիմա այսօրվա բանակցությունների արդյունքների մասով ինչ որ սպասելիքներ ունեք, թե ոչ։ Որ Ստամբուլ։ Այո։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը եկել էր, եթե այս դրոններով հարձակումը չլներ, եկել էր ինչ ասել, նախորդ անգամ ինչ ասել։ Իմ ուզած 4 մարզերը կտակ, ես պատերազմը անverջ կարող եմ շարունակել, իմ ուզածը չտակ, ես ավելին կվերցնեմ։ Այս էր բանակցությունը։ Կապ չունի իրանք ինչ են հրապարակել, մենք հո գիտենք ինչ են խոսացել։ Հիմա այս անգամ իրանք եկել էին, որ դա պնդեն եւ ասեն, այ դուք չլսեցիք, մենք մի երկու գյուղ էլ վերցրեցինք եւ իրականում վերցրել են։ Ուկրաինան էլ ասեց դու ես անverջ շարունակելու, դե հիմա դու կտեսնես քո հալը։ Եթե ես 1.5 տարի կարող էի պլանավորել մի հատ այսպիսի օպերացիա անեմ, իսկ դու ինչ գիտես էլ ինչ եմ պլանավորել, թաքնված, որ հիմա քո տարածքում կա։ Հիմա դադարեցնում ես, թե մենք ենք շարունակում։ Որովհետև Ռուսաստանին այդ կարգի հարված հասցնել, այսինքն բանի շփման գծից 5000 կիլոմետրից ավել հեռավորության վրա դու հարվածում ես, պարզա բոլորն էլ հասկանում են, որ դրոնը Ուկրաինայից չի թռել։ Ավելի վատ խայտարակ եղան, Ռուսաստանը այդքան անդեր երկիր է, որ բերել են ֆուրը կանգնացրել են 1.5 տարի, բերել են բարձել են, հավաքել են, մոնտաժ արել եւ այլ եւ այլ։ Սա է քաղաքական ապտակը, որ եթե այս ձևով շարուն, օրինակ այդ Ռուսաստանը ինչով որ գնացել է Ստամբուլ, ինքը դրա արդյունքը չի ստանալու։ Ուկրաինան էլ չի զիջելու։ Ես կարծում եմ, որ այսօր որևէ հաջողություն Ստամբուլում չի լինելու։ Դե հիմա կտեսնենք, թե իրանք հաջողությունն ինչ են համարում։ Ես գլոբալ առումով, քաղաքական առումով կողմերը պատրաստ չեն զիջումների այս պահին։ Երկուսն էլ հանկարծակի են եկել Ուկրաինան իր հաջողություններից, Ռուսաստանը անհաջողություններից, բանակցությունից առաջ լրիվ ուրիշ ձևի էին տրամադրված։ Այդ պարագայում հնարավոր չի, որ այսօր իրանք համաձայնության գան։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։